TV Արտի Հակոբյան, մեր բերում եմ ես քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեի եւ ԱԱԾ-ի համատեղ գործողությունների արդյունքում հրապարակված ներկայացուցիչ հատված Դիշովկեքից այսօր փողոցի տվին ընկի միլիոնը տվել են, Սամվել Կարապետյանը կոնկրետ փող է բաժնում, մեծահարուստ է, այդ փողերը, որ բաժնում է ում ջանից պիտի հանի։ Տիկին Մելյան, նմանատիպ ձայնագրություններ գրեթե ամենօրյա ռեժիմով են տարածվում եւ փաստորեն հիմա նաեւ հակակոռուպցիոն կոմիտեն համագործակցում է ԱԱԾ-ի հետ։ Ինչի մասին են այս ամենօրյա ձայնագրությունները, օրինակ իշխանությունը ասում է, ընտրակաշառքի մասին են պարզ լսվում է, դուք հերքում եք, բայց եթե իսկապես որևէ ընտրակաշառքի դեպք չկա, որևէ այսպես խախտումներ չկան այդ ձայնագրություններում, ինչու է գրեթե բոլոր ձայնագրություններում նշվում, որ վայ ես WhatsApp-ով ես զանգել, այդքան ասեցինք WhatsApp-ով մի խոսեք, ձայնագրություններից մեկում նաև Գոհար անունն է լսվում, ես չգիտեմ դա դուք եք չեք, կխնդրեմ անդրադառնանք նաև դրան, ինչպես նաև Ալեն Սիմոնյանը օրերս Factor TV-ի հերթություն անդրադառնալով այս ձայնագրություններին ասաց, որ դրանք պետք է կոնկրետ հետևանքներ ունենան, իրավական նկատի ունենալով, ինչի մասին է խոսքը, արդյոք մտածում եք, որ այս մասով հնարավոր է նաև առանձին քրեական վարույթ նախաձեռնել հենց այս դեպքով այս դրվագով եւ կխնդրեմ ասեք, թե ինչ փուլում է Սամվել Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարվելու հարցը, քանի որ վերջերս նա կոնկրետ չէր պատասխանային մեր այդ հարցին, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցադրման համար ու իրապես շնորհակալ եմ, որ այս հարցը բարձրացրեցիք, որովհետեւ կուզեի անդրադառնալ։ Տեսեք, մենք այս ձայնագրությունների հետքերով եւս դիմում ենք միջազգային գործընկերների, որովհետեւ սա խայտառակ միջամտություն է մեր քաղաքական ուժի նկատմամբ եւ սա ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ։ Նախ առաջին հերթին հայտարարություն անեմ ու պնդում կատարեմ, մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետեւ այն բնական հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, այդ չի ենթադրում կաշառք, ինչի համար կաշառք բաժանենք, հա, մարդիկ ինքնաբերաբար մեծ սեր հարգանք են վայելում ու գալիս են այս անգամ այս ճնշումների պարագայում անդամագրվում են մեզ, այդ մեկ ու դրա մասին վկայում են այն բազմա մարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում։ Հիմա շարունակեմ։ Նախ դուք տեսեք պնդում կատարեցիք, հա, լինելով լրագրող, ինչը անաչառություն է ենթադրում եւ ես շատ կուզեի, որ հենց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները եւս գնան այս ձայնագրությունների հետքերով։ Ցանկացած նախաքննություն, եթե դուք բացեք հակակոռուպցիոն կոմիտեի կայքէջը հայտարարությունների բաժինը, որևէ գործով սենց հրատապություն չեք տեսնի, հա, որ ինչ որ ձայնագրություն են բացահայտում կամ գործի քննության հետքերով գնում են ու անմիջապես տենց մի քանի ժամվա կտրվածքով հայտարարություն են տարածում եւ այդտեղ կանգնում է։ Ակնհայտորեն ես շատ ցավում եմ, որ իմ երկրում իրավապահ մարմինները, որոնք ունեն շատ կարևոր առաքելություն, առավել եւս հանցավորության նման աճի պարագայում, իսկ 18 թվականի 25 թվական համադրությամբ մենք մարզեր այցեր կատարելուց հանում ենք ցուցիչներ, հանցավորությունը տենց մարզ չկա, որ գոնե առնվազն 2 անգամ ըստ հանցագործությունների տեսակի աճած չլինի։ Ես ցավում եմ, որ իրավապահ մարմինները այդքան ռեսուրսներ ավելացնելու համատեքստում, ինչը կենթադրեր հանցագործության նվազում, հակառակը հանցագործության աճ են թույլ տալիս գրանցել, որովհետև ամբողջ իրավապահ մարմինների ռեսուրսը այս տարիների ընթացքում առավելապես ուղղված է ընդդիմախոսներին ճնշելու։ Հիմա դուք հղում կատարեցիք մի ձայնագրության, չէ՞։ Արդյոք այդ ձայնագրության հավաստիությունը արձանագրված է։ Արդյոք այն անցել է փորձաքննության։ Արդյոք ովքեր են այդ ձայնագրության մեջ խոսող անձինք։ Արդյոք նրանք սադրիչներ չեն։ Արդյոք ընդհանրապես ապացուցվել է այդ մարդկանց առնչելիությունը մեր քաղաքական ուժին։ Այս 5 հարցներ ունեն ոչ պատասխան։ Ու մենք արդեն նախորդ տարի հնարավորություն ենք ունեցել Սրբազան պայքարի գործով ականատես լինելու էլի մի շատ հնչեղ հայտնի ձայնագրության, որը շուրջ 1 ամսից ավելի շրջանառվեց, հետո փաստաբանները կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքով չէին կարողանում նյութեր հրապարակել։ Հենց արդեն նախաքննության փուլը ավարտվեց ու դատարան փոխանցվեց գործը, փաստաբանները հրապարակեցին, որ այդ հայտնի ձայնագրությունը մի քանի ձայնագրություններից կտրված հատվածներ են, որոնք խմբագրվել են մի ձայնագրության մեջ։ Արդեն մենք ունենք փաստացի իրավիճակ, որ քաղաքական գործով խմբագրված ձայնագրություններ հրապարակվել մանիպուլատիվ նպատակով։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները կարող եք ասել ինչի համար են ծառայում։
Ուրեմն ամեն առավոտ, ասեմ ավելին, հա, մենք դες չենք հրապարակում նաև այն ահռելի միջամտությունները մեր քաղաքական ուժի, մեր գրասենյակների նկատմամբ, որոնք տեղի են ունեն, որովհետև անգամ այդ միջամտությունների պարագայում մեր հանդեպ հոսքը մարդկանց ավելի է ուժ գնանում, որովհետև փոքր երկիր ենք, փոքր քաղաքներ ենք, փոքր գյուղեր ենք։ Երբ որ ապօրինաբար գալիս են 10-20 ման են ենթարկում ձերբակալում են, այն գյուղը վրթովումը չի հանդուրժում այդ 10-20-ի փոխարեն 100-200-ը գալիս են մեզ աջակցելու։ Հիմա ամեն օր գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն հեսա 400-յակին կհասնենք։ Մարդ է ձերբակալվում։ Մեր քաղաքական ուժից նոր կարմիր գիծել են հատում, մարդկանց տանում են մարմիններ, հա, քնչական, ու թույլ չեն տալի փաստաբանների մուտքը։ Իսկ ինչ են անում այդ զայնագրությունների հետ։ Զայնագրությունները վերցնում են պաշտոնատար անձինք, նախարար, վարչապետ, падգամավոր ու Facebook-ապետության տրամաբանության մեջ սկսում են ռիլեր ու փոստեր անել։ Կարող է որ իրանք այդ ռիլերի փոստերի տեղը մի քիչ գործ անեն, այսքան վատ չլիներ մեր երկրի վիճակը։ Իսկ երկրի վիճակը շատ վատ է։ Աղքատությունը ցույց են տալի 1%-ով նվազել է։ Մարզեր ունենք, օրինակ Տավուշն ու Վայոց ձորը։ Աղքատությունը գրեթե կրկնապատկվել է, միտեղ 25%-ից է հասել 38%-ի, միտեղ 18%-ից հասել է համարյա 40%-ի։ Գյումրիում հասել է 43%-ի աղքատությունը։ Դուք պատկերացնում եք այդ ինչ ցուցիչ է։ Կարող է ժողովրդագրությամբ զբաղվեն, ասենք բնակչության աճը, որը բնական աճը մեր երկրի -40% է դարել, էլի համեմատությամբ ասեմ ավելին, ընդամենը 2 տարվա։ Այսինքն մահերը ծնելիությանը գերազանցում են։ Ամուսնալուծությունները տոկոսով ավելացել են, ամուսնությունները պակասել են, ծնելիությունը պակասել է, ասեմ ավելին։ Երևի քիչերն են տեղյակ նոր պետական նպաստի մասին, եթե 14 թվականից ի վեր ընտանիքներին, հա, 3-4 երեխայի համար տալիս էր պետությունը 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայից սկսած 1.5 միլիոն դրամ, այլևս սեպտեմբերի 1-ից, եթե այս իշխանությունը մնաց, ցանկացած երեխայի համար ընդամենը 500,000 դրամ նպաստ են տալու։ Ինչու՞։ Դեմոտիվացնում է պետությունը բնակչության աճը։ Իսկ ինչու է դեմոտիվացնում։ Այն էլ մեր բնույթի ազգերի համար, հա, որոնց բնակչության նվազումը կարող է ճակատագրական ելք ունենալ։ Հիմա որ ասեմ 300,000 ադրբեջանցի, կասեն մտածածին թեզ է։ Իսկ ում մտածածին թեզն է, այդ որտեղից ենք վերցրել։ Ալիևը ասում է, իրենք հաստատում են։ Ադրբեջանը չի ըստ այսօրվա իշխանության տրամաբանության մեր անվտանգության երաշխավորը։ Իսկ մեր բնակչությանը ինչ որ մեկը իրազեկել պատմել է, որ Ալիևի հովանավորությամբ Արևմտյան Ադրբեջանի համայնք է ստեղծվել։ Այդ մարդիկ գնում են կազմակերպություններ են, միջազգային կառույցներում մակում եւ մնացած կառույցներում ելույթներ են ունենում, հայտարարություններ են տարածում ու պահանջում են Արևմտյան Ադրբեջանի վերականգնումը։ Իսկ ինչ որ մեկը մեր հայերից ներկայացրել է, որ այդ Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանցիների տրամաբանությամբ այդ թվում Երևանն է։ Իսկ ինչ որ մեկը ասել է, որ այդ մարդիկ, եւ որ այդտեղ եթե թեկուս այն կոնտեքստով են գնում, որ ինչ որ ժամանակ ապրել են, իրանք փոխհատուցումներ են ստացել, իրանք իրենց կամքով լքել են արցախահայության պես ցեղասպանության չեն ենթարկվել ու բռնի տեղահանվել։ Օրինակ այդ նույնը ոնց որ մենք հիմա Կիրովաբադ վերադառնալու պահանջատիրությամբ ներկայացնենք։ Չունենք, չէ՞, տենց պահանջատիրություն։ Ուզում եմ ասել ինչի եմ այս համադրությունները բերում։ Այդ հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները մտածածին են, իրենք միակ նպատակը ունեն մեր քաղաքական ուժի հանրային ընկալումը որոշակիորեն հարվածելու հեղինակազրկելու, բայց կրկին ասում եմ, հո այս երկիրը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, եղելության մասն է շատ լավ գիտեն։ Այդ միակ նպատակը կատարում են մարդուն, ով Facebook-յան իրականությունում ապրում, իր իրականությունը մանիպուլացնելու, ինչը չեմ կարող չհերքել, այս իշխանության մոտ հիանալի ստացվում է։ Մի բանում իրենք շատ հմուտ են, դա մեդիա դաշտում մանիպուլյացիաներ կատարելուն ու հավասարը չունեն։ Մենք ճշմարտախոսության կանխավարկածով ենք գալիս ու կրկին ասում եմ, թող օբյեկտիվ քննություն իրականացնեն։ Չի կարելի իրավապահ մարմիններին ծառայեցնել նման արհեստական միջամտությունների։ Բացկապի մասին չխոսեցիք։ Կրկին եմ ասում, օրինակ եթե սադրիչ է, հատուկ ասում է, վայ բաց կապով զանգի։ Ասում եմ, դուք գիտեք ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները։ Ես չգիտեմ։ Ես այդ ձայնագրություն, իսկ ասում եք գոհար անունա տրվել, մեր քաղաքական ուժում 2 գոհար կան, կարող է հատուկ տրվում մեզ թիրախավորելու նպատակով։
Արդյոք դա հաշվի չեք առնում։ Կրկին ասում եմ, այդ ամենը պետք է փորձաքննվի, այս երկիրը ի վերջո գոնե թղթի վրա իրավական ու ժողովրդավար է, իսկ այդ ամեն ինչ հիմա իրենք անում են, դա այդ ժողովրդավարության ու իրավականության տրամաբանությանը հակասում է։ Ես ինչ պնդում արեցի, որ դուք ասացիք պնդում եք անում։ Չէ, դուք ասում եք նման ընթերցեցիք, հղում կատարեցիք ձայնագրությունը, ասում եք նման ձայնագրություն կա, որը ասում են ու որը ձեզ կավորում են։ Ըստ էության դուք այդ ձայնագրությանը հավաստիության կանխավարկածով եք մոտենում։ Չէ, ես ձեզ հարցում եմ, ասում եմ իրենք հրապարակն են, ես փաստ եմ ասում, փաստ է, չէ՞ որ հակառակ։ Որ վերադառնաք ձեր ձայն, հա, ես փաստ է, որ վերադառնաք ձեր հարցադրմանը կտեսնեք ինչ պնդում էր, էլի, երբ ասում եք ձեր ուժի վերաբերյալ նման ձայնագրություն է։ Դե ես էլ ասում եմ, ես ասում եմ, որ այդ հաղորդագրությունները ունեն հավաստիության լրջագույն խնդիր եւ ես կխնդրեի հենց որպեսզի դուք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներդ ես օրինակ նոր իրազեկումներ արեցի, հա, սրանց հետքերով գնալ, եթե իրապես դուք շահագրգռված եք, որ մեր երկրում լինեն օրինական ընտրություններ, հա, որ մեր երկրում այս հիբրիդային իրավիճակը վերացվի ու նորովերտոնի պատուհանները փակվեն, որովհետեւ արդեն սկվայսնյա կա, հա, մեր երկրում մրսում ենք։ Իրապես հենց ես շատ եմ գնահատում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու ձեր ուժը։ Ես 5 շարժում եմ անցել ընդդիմադիր ու տեսել եմ թե ինչ կարող եք դուք անել, երբ ամբողջ պետական համակարգը մեր դեմ է աշխատում ու կրկին, հա, այս ընտրություններին մեր զորավիգը նաև դուք եք, դրա համար է հրավիրված այս մամուլի ասուլիսը, որովհետև պատահական չի, որ դուք եք 4-րդ իշխանություն կոչվում։ Ինչեր կներեք Սիմոնյանը անդրադառնալով նշել է, որ սրանք պետք է կոնկրետ իրավական հետևանքներ ունենան եւ Սամվել Կարապետյանի քաղաքացիության։ Հա, ես կուզեի, որ նաև իրենց հայտարարությունները իրավական հետևանք ունենան, եթե իրավական երկրում ապրենք, օրինակ, երբ վարչապետը իրեն թույլ է տալիս մարդուն սպառնալ բոմբ սարքելով։ Եթե նորմալ իրավական պետություն լինեինք, արդեն քրեական գործ հարուցված կլներ եւ նոր չէ, որ այս հայտարարությամբ, հա, բազմաթիվ դրվագներ կան դրա համար, քաղաքացիության հետ կապված է բազմիցս անդրադարձել ենք, թե պարոն Կարապետյանը, թե պարոն Վարդևանյանը, որ որևէ մեկը չի հերքել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության զուգահեռ Սամվել Կարապետյանը այլ երկու պետության քաղաքացիություն ունի, դա նորմալ է իր մասշտաբի մարդու համար, ասեմ ավելին, այդ շատ երկրներում նման հեղինակավոր մարդկանց քաղաքացիություն նաև շնորհվում է, պետությունն է նվիրում ու առաջարկում, իսկ դրանից հրաժարվելը հատկապես երբ որ մարդը տվյալ երկրում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունի, տեխնիկապես բավականին խրթին գործընթաց է դառնում, հա, որովհետև պետքա միջնորդավորված լինի, պետքա գործընթացներ անցնեն, կրկին այլ պետության մասին է եւ կրկին այն իրավիճակի մասին է, որ պարոն Կարապետյանը նոր հնարավորություն ունի ավելի ազատորեն գործելու գոնե իր տան շրջանակներում։ Հետևաբար մեկնարկները տրված են, ինչպես հայտարարել են, ու գործընթացը շարունակվում է։ Հիմա ինքը կոնկրետ ժամկետով սահմանված չի, հա, որ այս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում։ Այդ հարցերին, թե երբ դադարեցման կոնկրետ դե յուրե իրավիճակը կունենանք, պարոն Վարդևանյանը կարծում եմ ավելի ճշգրիտ կպատասխանի, բայց ես իրազեկեմ, որ ինչպես հայտարարել ենք, արդեն քաղաքացիություններից հրաժարման գործընթացը մեկնարկել էր։ Հա։ Կապված Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու հետ ինքը կներեք հայտարարել է, որ իրավական ճանապարհով կգնա, կարող եք մանրամասնել այս պայծությամբ ինչ նորություն կա։ Բնականաբար դատական գործեր կա զրպարտություն վիրավորանքի, որովհետև դա անհեթեթություններ հերթական, հա, հիբրիդային միջամտություն, այսինքն մարդը իր ողջ կյանքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել, ոնց որ հիմա ամեն օր մենք զարթնենք, մի հատ մանիպուլատիվ նույն քաղաքացիական պայմանագրի պաշտոնյաների հետ կապված կարող է շատ էլ ավելի հավաստի թվան, հա, ինչ որ տենց փաստաթղթեր հրապարակենք, որոնց հավաստիությունը կասկածելի է։ Լավ տեղ չի տանի։ Պարոն Կարապետյանը, ովքեր որ շահարկել են այդ թեման, հատկապես պաշտոնատար անձանց կողմից, ու բնականաբար պետք է գոնե սկսեն հետևանքներ կրել իրենց խոսքերի համար։ Շատ կներեք, էլի գործընկերուհին է հարցը։ Մեկ հարց ունեմ, մեդիա լրատվական, տեղեկություն է շրջանառվում, որ արցախցիները նույնպես կարող են մասնակցել ընտրություններին, նույնպես իրավունք ունեն, չնայած որ չունեն Հայաստանի անձնագիր, Հայաստանի քաղաքացիություն, այդ մասին տեղյակ եք, ինչպես կարող են մասնակցել ընտրություններին։
Հա, ես անկեղծ ասած գիտեմ գործընկերներիցս մեկը հայտարարություններ տարածել, որ շահազդատական գործ կա, բայց ցավոք սրտի այդ մի գործը առաջին Ատյանի դատարանի ըստ էության տարածելի չէ իրավականության տեսանկյունից բոլոր արցախցիների վրա, եւ եթե շահազդա գործ կա, այնուամենայնիվ նրանցից յուրաքանչյուրը պետք է իր գործով անհատական դիմում ներկայացնի եւ ես պատրաստակամ եմ իրավական աջակցություն ցուցաբերելու, կարծում եմ մեր երկրի իրավական ու փաստաբանական համայնքից բոլորն էլ պատրաստական կլինեն մեր արցախցիներին, եթե նպատակ ու ցանկություն կա աջակցելու այս հարցում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, այս բանը չեն կարող գնալ եւ Չէ, այդ է խնդիրը, երեք միգրացիա եւ քաղաքացիության վարչությունն է հայտարարություն տարածել, այդ մեկ գործը որոշումը համընդհանուր տարածելի չէ։ Ինքը նախադեպ չի դառնում, էլի կոնկրետ գործով է որոշում կայացվել։